ես այսօր իմ քույրի Անահիտի հետ հարցազրույց կանցկացնեմ։ Անահիտ, ինչ վայր ես այցելել ես ուսումնական նպատակով։ Ես վերջերս ուսումնական նպատակով այցելել եմ Լեհաստան։ Անի, իսկ դու ինչ վայր ես այցելել ուսումնական նպատակով։ Ես վերջին ամիսների ընթացքում այցելել եմ Մատենադարան եւ Քոչարի թանգարան։ Անահիտ, որ ճամփորդությունն եք համարում ամենահետաքրքիր եւ ինչու։ Ամենահետաքրքիր ճամփորդությունն ինձ համար եղել է Կրակով քաղաքը։ Քաղաքը շատ գեղեցիկ եւ աշխուժ էր, այնտեղ շատ գեղեցիկ տեսարժան վայրեր եւ թանգարաններ կային։ Անի, իսկ դու որ ճամփորդությունն ես համարում ամենահետաքրքիրը։ Իմ համար հետաքրքիր են այն ճամփորդությունները, որտեղ մենք գնում ենք բարձր քաղաքահարելու։ Նաև ինձ հետաքրքիր է ճամփորդել տարբեր թանգարաններ։ Շատ հետաքրքիր է ճամփորդել դեպի Գեղարվեստի դպրոց եւ ջրվեժ, որտեղ մենք սահել ենք խաղացել, ձնագնդի եւ պատրաստել ենք ձնեմատ։ Անահիտ, ինչ է ամենաշատը տպավորվել այս ճամփորդություններից։ Ինձ այս ճամփորդությունից ամենաշատը տպավորվել էր իրենց բնությունը եւ օդի մաքրությունը։ Անի, իսկ դու ինչ տպավորություններ ունես այս ճամփորդությունից։ Մատենադարանում ինձ ամենատպավորիչը եղել է Որդան Կարմիրը եւ աշխարհի ամենամեծ ու փոքր գրքերը։ Անահիտ, ինչ ես սովորել կամ ինչ գիտելիք ես ամրապնդել այս ճամփորդության ընթացքում։ Այդ ճամփորդության ընթացքում ես ծանոթացել եմ Լեհաստանի պատմության եւ մշակույթի հետ։ Անի, իսկ դու ինչ ես սովորել կամ ինչ գիտելիք ես ամրապնդել այդ ճամփորդության ընթացքում։ Ես Մատենադարանում սովորեցի Որդան Կարմիրի մասին։ Որդան Կարմիրը կարմիր ворթ է, որը գալիս էր աշնան տարին մեկ անգամ։ Եվ մարդիկ դուրս էին գալիս, որ արագ հավաքեին Որդան Կարմիրը։ Որդան Կարմիրը դարձրել էին կարմիր, որը ներկել են թագավորի թիկնոցը, եւ չէր կարելի հագնել կարմիր առանց թագավորի հարցնելու։ Անահիտ, ինչ նոր վայրեր կցանկանայիր այցելել ապագայում։ Ես կցանկանայի ապագայում այցելել եվրոպական եւ ասիական տարբեր երկրներ եւ նույնիսկ մնալ սովորելու եւ ապրելու նպատակով։ Անի, իսկ դու ինչ նոր վայրեր կցանկանայիր այցելել ապագայում։ Ես ապագայում շատ կցանկանայի գնալ Թիֆլիս, որովհետև այնտեղ շատ կան հայկական եկեղեցիներ, քանի որ հին ժամանակներում Թիֆլիսում մեծամասամբ հայեր էին ապրել։ Անի, իսկ սովորողները գրում են հաշվետվություններ կամ շարադրություններ ճամփորդությունից հետո։ Այո, մենք միշտ գրում ենք ճամփորդապատումներ եւ տեղադրում բլոգում։ Stay tuned.